Սիրելի ներկաներ, ուրեմն հարկ համարեցինք նաև մի փոքր լուսաբանելու թե ինչ կատարվեց հիմա եւ ինչու կատարվեց, որովհետեւ մեր հավատացյալների շրջանակներում բավականին հարցականներ են մնացել վերջին օրերի կատարված իրադարձությունների հետ կապված տարաբնույթ մեկնաբանություններ կամ անկալումներ կան եւ դրանցից մեկը այն էր թե արդյոք երեկվա կատարված դեպքերից հետո, իրադարձություններից հետո եկեղեցին սրտագործվելու կարիք ունի թե չունի կամ արդյոք պղծվել է թե չի պղծվել եւ հետո ինչպես պետք է եկեղեցին իր կանոնական ծիսական կյանքը շարունակել եւ դրանից ելնելով որոշեցինք այսօր կատարել հայրապետական մաղթանք այս ինչ որ կատարեցինք կոչվում է հայրապետական մաղթանք հadouk շեշտելու եւ հայտարարելու համար, որ երեկվա կատարվածը ինչը որ մեր բոլորի կամքին հակառակ էր եւ ինչը որ մենք որակավորում ենք նաեւ ոչ թե միայն մեր կամքին հակառակ, այլ կանոնին հակառակ, գործող կանոնին հակառակ, որը նաեւ կարելի է ասել հակառակության ոգով։ Հակառակության ոգով գործում են նրանք, ովքեր գործում են սատանայի թելադրանքով։ Հիմա այդ ոգով կատարվեց ըստ մեր մեկնաբանության եւ անկալումների։ Այդ ոգով կատարվեց 3 Սուրբ 7 վերքում այսպես պատարակ անվանվամբ արարողություն։ Ուրեմն ավելին չվերցնեմ ին վրա ասելու համար թե դա պատարակ էր թե ոչ, դա յուրաքանչյուր մեկը կիմանա, եթե կանոնական շեղում կա, ուրեմն ինքը ինչ է իրենից ներկայացնում։ Բայց քանի որ հենց դա այն շեղումն էր, որտեղ նպատակային եւ դիտավորյալ կերպով զեղչվում էր հայրապետի անունը, որը պատարակի տեքստի կանոնական ձևակերպում է։ Հետևաբար, եթե դա զեղչվում է, տեքստը կանոնականությունից շեղվում է, թերանում է։ Եվ միևնույն ժամանակ նաև մեր շատ սիրելի առաջնորդի Միքայել Սրբազանի անունը, որը նույնպես կանոնական շեղում է։ Այսինքն մեր եկեղեցում անկախ մեզնից եւ մեր կամքին հակառակ կանոնական շեղմամբ արարողություն է կատարվել, մենք փորձեցինք վերականգնել այս կանոնականությունը միասնականորեն։ Եվս մեկ անգամ հայտարարելու, որ մեր թեմի հոգևորականությունը, մեր թեմի հավատացյալ համայնքը, շեշտում եմ հավատացյալ համայնքը, իրեն հավատացյալ երևակայող չէ, այդ հավատացյալ համայնքը մնում է հավատարիմ հայոց հայրապետությանը, մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ հայոց եկեղեցում գործող կանոնին, անկախ թե նրանից իր դեմ ինչ է կիրառվելու, թե այսօր, թե վաղը եւ թե ընդհանրապես։ Սա մեր հավատարմության հավաստագրումն էր, վերականգնելով մեր եկեղեցում կանոնական արարողությունների ընթացքը։ Այսուհետ այստեղ մեր եկեղեցում միանշանակ մեր հավատացյալների եւ մեր հոգեվորականների միասնական կատարմամբ միշտ տեղի ունենալու կանոնական արարողություններ։ Եվ չտա Աստված, որ էլ երբևէ հայոց որևէ մի եկեղեցում կանոնական շեղումներով արարողություններ կատարվեն որևէ ուժային կիրառումներով։ Միևնույն է, այդ արարողությունները կատարվելու ընթացքում եկեղեցին չի վնասվում, այլ վնասվում են իրենք կատարողները, որոնց տարբեր անգամ ասել ենք, հիմա էլ ասում ենք, խղճում ենք եւ նորից խղճում ենք կարեկցելով։ Արդյոք երբևէ աչքերը բացվելու է ապաշխարության համար։ Հիմա թող սա որպես կոչ իրենք լսեն։ Իսկ մենք լսում ենք այն կոչը, որ հավատարիմ ենք եւ մնալու ենք հավատարիմ ընդմիշտ։ Մեր ուխտին, մեր կանոնին, մեր Սուրբ եկեղեցուն, մեր մայրաթոր Սուրբ Էջմիածնին, իր օրինական գահակալ, այս պահին գահակալող Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին եւ մեր զորակցությունը մեր թեմական առաջնորդին։ Աղոթքով, որ
հույսով, որ շուտով ինքը ազատագրվելու է, հաղթելու է իր բաժին փորձառությունը, վերադառնալու է իր վիճակը հովվելու քաչ հովվի նման։ Սրանից ավելի բան չեմ ուզում ասել։ Սա իբրև այսօրվա արարողության իմաստ եւ մեկնաբանություն։ Էլ լրացուցիչ հիշեք, ձեր մեջ կարող է հնչել սրբագործում, նոր օծում, չգիտեմ նման բաներ գոյություն չունի, մենք կատարել ենք երեկվա տեղի ունեցած անկանոնության, այսօրվա կանոնականության վերահաստատում։ Ընդամենը այսքան։ Օրհնյալ եղերուք, իշնորհած Սուրբ Հոգուին, երկայքի խաղաղություն, եւ Տերը մեր Հիսուս Քրիստոս եղիցի ընդ ձեզ եւ ընդ ամենեսյանդ ամեն։